Ղազարոս Աղայան, Ասլան Բալա։ Եղելը չի եղել մի թագավոր։ Մեկ օր այս թագավորի որսորդներից մեկը գալիս է նրա մոտ եւ ասում. Թագավորն ապրած կենա, ես այսօր մի զարմանալի բան տեսա մեր որսորդության անտառում։ Մի էգ ասլան տեսա եւ նրա հետ մի մանուկ, 7 կամ 8 տարեկանի չափ։ Մանուկն ու ասլանը խաղում էին իրար հետ, ինչպես մայր ու որդի։ Մեկ ուզեցի նետ ձգել, ասլանին սպանել, բայց մեկ էլ վախեցի, ասացի վայ թե մանուկին դիպչի, կամ ասլանը վիրավորվի ու հարձակվի վրաս։ Սրա համար սուս ու փուս ետ փախա։ Այս որ լսեց թագավորը, շատ զարմացավ եւ հրամայեց, որ մի քանի հազար մարդով գնան շրջապատեն անտառը, ասլանին սպանեն կամ փախցնեն, իսկ երեխային ողջ բռնեն բերեն։ Թագավորի հրամանը կատարվեց, երեխային բռնեցին եւ բերին։ Մի կայտառ եւ սիրուն տղա էր, աչքերը խոշոր, ճակատը լայն, գանգուր մազերը առյուծի ճանկերով սանրված ու փռված ուսերի վրա, մեջքը բարակ, կուրծքն ու թիկունքը լայն։ 10 հոգով հազիվ էին կարողացել բռնել եւ կապոտել, բայց շատերին ճանկռել էր սուր եղունգներով։ Խեղճը մերկ էր եւ համր, խոսել չգիտեր, այլ մռնչում էր առյուծի պես, չգիտեր, որ ինքը մարդ է եւ ոչ առյուծ։ Տեսան, որ արձակ պահելու հնար չկա, նրան կապեցին երկաթե շղթայով եւ սկսեցին քիչ ձեռնասովոր անել եւ ընտելացնել։ Նրան անվանում էին Ասլան Բալա, այսինքն առյուծի ձագ, բայց թագավորի որդին Վուրգը, որ շատ սիրեց նրան հենց առաջին օրից, նրա անունը դրավ Արսեն։ Վուրգն էր պահում Արսենին, նրան հաց ու ջուր տալիս եւ ամեն 10 տեսակ համադամ կերակուրներ, որ նա ուտում էր 7 մարդու չափ։ Վուրգը հայելու մեջ Արսենին ցույց տվավ նրա պատկերը, որ նա տեսնե, թե ինքը մարդ է եւ ոչ առյուծ։ Եվ ճշմարիտ, որ նա առյուծի ծնունդ չէր, այլ մարդու։ Ձագը կորցրած մի առյուծ պատահմամբ գտնում է մորը կորցրած մի ծծկեր երեխայի եւ տանում է ծիծ տալիս, պահում։ Արսենը մի քանի օրվա մեջ շատ մեղմացավ եւ այնքան սիրեց Վուրգին, որ բոլորովին անձնատուր եղավ նրան։ Վուրգն էլ արձակեց նրան կապանքներից, լողացրեց, գլուխը սանրեց, երկար ու սուր եղունգները կտրատեց, իր հագուստի նման հագուստ հագցրեց եւ սովորեցրեց նրան խոսել, երգել, խաղալ եւ բոլոր այն բաները, ինչ որ ինքը գիտեր։ 3 ամիս չանցած Արսենի վրա ոչ մի վայրենության նշան չմնաց, այլև երևաց, որ նա շատ շնորհալի է եւ իմաստուն։ Նրա լսողությունը, տեսողությունը, հոտառությունը 10-ապատիկ, 20-ապատիկ ավելի էին զարգացած, քան թե սովորական մանուկներինը։ Նրա լեզուն այնքան ճարտար չէր, ինչքան սիրտը, որ լուռ ու մունջ հայտնում էր նրան, թե ինչն է լավը եւ ինչ վատը, ինչն է չար եւ ինչն է բարի։ Սրտի իմացությունը այն, որ ասում են, սիրտս ասում է, սիրտս չի տալիս, սիրտս իմացավ, սիրտս քաշեց, ահա այս սրտի իմացությունը, որ ուսումնական մարդիկն անվանում են բնազդ, բնազդում, բնազդեցություն, Արսենի մեջ չափից դուրս զարգացած էր, եւ նա շատ բան իմանում էր առանց նրա փորձն առնելու։ Ինչքան որ Վուրգը Արսենին կրթեց, բան սովորեցրեց, միայնքան էլ ինքը նրանից սովորեց։ Վուրգը կրթեց Արսենի լեզուն, միտքը, Արսենն էլ կրթեց Վուրգի մարմինն ու սիրտը։ Արսենը սիրում էր խաղալ, վազել, սիրում էր սար, ձոր, անտառ։ Տունը նրա համար մի տեսակ բանտ էր թվում։ Նա իր հետ քաշում տանում էր եւ Վուրգին, եւ զանազան մարզություններով կազդուրում էր նրա քնքուշ կազմվածքը։
Այսպիսով, ինչքան որ Արսենը փոխվեցավ, վայրենությունից քաղաքավարի մարդ դառնալով, միայնքան էլ վուրգը փոխվեցավ, ընկնելով բնության ծոցը։ Նա ուժեղացավ, ճարպիկացավ, առաջվան վախկոտությունը մոռացավ, անվեհեր սիրտ ստացավ և քաջություն։ Այսպես վուրգն ու Արսենը միմյանց կրթելով եղան ինչպես մի հոգի և մի մարմին, մինչև դառան 17-18 տարեկան։ Մի անգամ զբոսնելու էին դուրս եկել գետափը։ Աղջկերքը կժերով ջուր էին տանում գետից։ Նրանց մեջ կար և մի պառավ, նիհար ու կնճռոտ դեմքով։ Վուրգի մոտով անցնելիս պառավը խետ աչքերով նայեց վուրգի վրա։ Վուրգին դուր չեկավ պառավի այս խոժոռ հայացքը։ «Այս պառավի կուժը պիտի կոտրեմ», ասաց վուրգը Արսենին և դեռ ընկերոջ պատասխանը չառած, մի քար նետեց պառավի ետևից, որ ուղիղ կուժին դիպավ և կոտրեց։ Ջուրը թափվեց և ողողեց խեղճ պառավին։ Թշվառ պառավը ետ նայեց և երբ տեսավ, որ թագավորի որդին էր այդ չարություն անողը, ասաց. «Այ որդի, ինչ անեծք տամ քեզ, անտես աննմանի սիրով վառված տեսնեմ քեզ, նրա համար այրվիս, տանջվիս, որ սիրտս հովանա»։ Պառավի անեծքը սիրո հրեշտակի նետի պես ցցվեց վուրգի սրտումը։ Վուրգը սկսեց տխրել, նիհարել։ Նա, որ Արսենից ջոկվելու սովորություն չուներ, միայնակ էր ընկնում սար ու ձոր և առանձնության մեջ ողբում, լաց լինում, անտես աննմանի անունը տալիս, դեպի նրան թռչում հոգով ու սրտով, նրան գովում երգերով, նրան կանչում օգնության։ Անտես աննմանը պատկերանում էր նրա երևակայության մեջ իր աննման գեղեցկությամբ։ Նա աչքերը խփում էր այդ ժամանակ, ծունկ չոքում, փառաբանում, զմայլում այն աստիճան, որ ուշքը գնում էր գլխից, նվաղում, վայր ընկնում։ Այս այն սերը չէ, որ մեր ժամանակ մեր աշխարհքումը կա։ Սա սեր էլ չէ իսկապես, այլ մի զորեղ փափագ, մի ուժգին իղձ, մի սաստիկ ցանկություն, մի մուրազ և ուրիշ այնպիսի մի զգացում, որ մարդ ունենում է իր սրտի ուզած երջանկությունը ձեռք բերելու համար։ Այսպիսի իղձ մարդը կարող է ունենալ և ուսում, գիտություն ձեռք բերելու համար և իր հղացած նշանավոր միտքը իրագործելու համար և ուրիշ շատ բաների։ Հին ժամանակները քաջ երիտասարդները իրանց հերոսությունը նրանով էին ցույց տալիս, որ սար ու ձոր էին ընկնում և իրանց ուզած լավ բանը ձեռք բերում կամ մտքումը դրած քաջությունը կատարում։ Իհարկե, այդ բաների ձեռք բերելը պետք է շատ դժվար լիներ և ոչ խաղուպար, պետք է ամեն մարդու գործը չլիներ, եթե ոչ, էլ ինչ քաջություն, էլ ինչ հերոսություն կարող էր համարվել։ Արսենից չէր կարող ծածուկ մնալ վուրգի սրտմաշությունը։ Նա հեռվից հսկում էր և տեսնում էր ամեն բան։ Նա այս բանը լավ առիթ էր համարում, թե իր քաջությունը փորձի ենթարկելու և թե ցույց տալու իր անհուն սերը, որ ուներ դեպի վուրգը։ Եվ ահա մեկ օր գտնում է նրան անտառում և ասում. «Եղբայր, ես տեսնում եմ, որ դու հալումաշ ես լինում, ինձանից ինչու ես թաքցնում քո վիշտը, էլ ես որ օրվա համար եմ, որ քեզ քո մուրազին չհասցնեմ։ Երթանք, լավ է հուսով մեռնել գործի մեջ, քան թե անհույս սատկել անգործության մեջ»։ Պառավի անեծքը իսկապես անեծք չէ, այլ մի շատ գեղեցիկ օրհնություն։ Եթե նա անիծած չլիներ, դու և այդ օրը չէիր ընկնիլ և ոչ էլ ուրեմն կաշխատեիր ձեռք բերել աշխարհիս ամենից գեղեցիկը։ Արսենի այս խոսքերից սաստիկ հուզվեց վուրգը, գրկեց նրան և արտասուքն աչքերին համբուրեց նրան սիրահար պատանու ջերմ համբույրով։ «Արսեն ջան, Արսեն», բացականչեց նա,
որքան մեծահոգի ես դու։ Ես չէի ուզում իմ վշտին եւ կրելիք նեղություններիս մասնակից անել քեզ։ Դու ինչով ես մեղավոր։ Կուժը ես կոտրեցի, տանջվողն էլ ես պետք է լինեմ։ Բայց ինչ կարող եմ անել ես առանց քեզ։ Այսուհետև իմ մուրազը քո ձեռքին է, իմ կյանքը քո բռունմն է, իմ գլխումս էլ խելք չի մնացել։ Դու պետք է ինձ առաջնորդես, դու պետք է ինձ կամ կյանք տաս եւ կամ մահ։ Ոչ թե մահ, այլ կյանք միայն, ասաց Արսենը։ Զորացիր եւ մի վհատվիր, մենք շուտով ճանապարհ կընկնենք։ Եվ ժամանակն է արդեն, որ մենք մեր ուժն ու շնորհքը ցույց տանք։ Էլ ուրիշ ինչ բանի ենք պետք։ Գութան չենք վարում, տավար չենք պահում, պատերազմ էլ չկա, որ կռիվ գնանք։ Ինչու համար ենք ապրում աշխարհքիս երեսին, ինքս էլ չգիտեմ։ Ձրի ապրելը ինչ կվայել է տղամարդին։ Բայց հայրս թույլ կտա արդյոք, կամ ինչպես հայտնենք նրան։ Իմաց կտանք մի կերպ, գիտեմ, որ թույլ չի տա, բայց մեզ կբացատրե մեր ձեռնարկության դժվարությունը, մեր նպատակին հասնելու անկարելիությունը եւ առանց մեր հարցնելու ինքը կհայտնե տեղն ու ճանապարհը, որ մենք չգիտենք։ Թագավորը բացի վուրգից ուներ եւ մի աղջիկ, գեղեցկությամբ ոչ պակաս քան անտես աննմանը։ Աստղիկ էր անունը։ Սա նույնքան սիրում էր Արսենին, ինչքան եւ վուրգը։ Իմանալով եղբոր միտքը, հորը հորդորում էր, որ թույլ չտա նրանց այդպիսի մի վտանգավոր ճանապարհորդություն անելու։ Ով է ետ եկել այնտեղից, որ դրանք ետ գան, ասում էր աստղիկը։ Կանչիր, խրատիր դրանց, որ այդպես բան չանեն։ Ով է լսած, որ չտեսած աղջկա վրա սիրահարվին։ Այդ մի խենթություն է, ուրիշ ոչինչ։ Թագավորը կանչեց երկուսին էլ եւ ասաց. ամեն բան հայտնի է ինձ։ Շատ ցավում եմ, որ այդպիսի մի ցնորական վիշտ է ընկել որդուս սիրտը, բայց չեմ կարող թույլ տալ ձեզ։ Այդ չտեսնված աղջկան համար շատ թագավորի որդիներ են կոտորվել, շատ զորք է փչացել, ես ինքս մասնակից եմ եղել այդ կռիվներին, օգնության եմ գնացել ուրիշներին։ Նա կենում է 7 լեռան քամակին, սև բերդումը, 40 եղբայր ունի, մեկը մյուսից աժդահա, 40 գունդ զորք էլ որ լինի, նրանց ոչինչ չեն կարող անել։ Ամեն մեկը մի ահագին կաղնի ծառ պոկած, զորքին այնպես են սրբում պատերազմի դաշտում, ինչպես մենք սրբում ենք մեր կալերը ցախավելով։ Ինչ խելք կլինի ուրեմն ձեր կողմից գնալ եւ այդ դևերի ճանկերն ընկնել։ Ներիր ինձ հայր թագավոր, որ համարձակվում եմ քեզ հետ վիճել, ասաց Արսենը։ Ոչ մի ուժ աշխարհքիս երեսին չի կարող Աստծո կամքին հավասարվել։ Ուժն Աստծու ձեռքին է։ Երբ ուզենա, կզորացնե, երբ չէ, կթուլացնե եւ զորեղ դևին մի երեխա կշինե։ Դու ասում ես, որ շատերն են կռվել եւ հաջողություն չեն ունեցել, բայց արդյոք այդ շատերի մեջ եղել է մի մարդ, որ իր սնունդը առյուծից լինի առած։ Ով տվավ առյուծին այդ գութը, որ ինձ պահե, պահպանե, եթե ոչ Աստված։ Արդյոք այդ կռվողների մեջ եղել է մեկը, որ վուրգի նման սիրահարված լիներ եւ կամ մի որևէ պառավ իր անեծքով կամ օրհնությունով նրա մեջ ձգած լիներ աննմանի սերը։ Ինչու չկարծել, որ այս հիշած բոլոր դեպքերի մեջ մի աներևույթ կապ կա եւ դրանք նրա համար են այսպես միացել, որ ձեռք բերեն այն, ինչը որ ուրիշները չեն կարողացել։ Շատ խելոք ես խոսում, Արսեն, ասաց թագավորը։ Դու լավ պատգամախոս կլինես եւ ամեն հրաշագործություն կհաջողի քեզ, քանի որ քո մանկությունը ինքը մի հրաշք է։ Բայց պետք է գիտնաս, որ քուրմ է եղել թե հրաշագործ, թագավորի հրամանով են անում ինչ որ անում են, իսկ թագավորը նրանց գործի է դնում իր օգտին, առանց նրանց ինքն անձամբ հավատալու։ Դու կարող ես այո քրմապետ լինել,
բայց ոչ ինձ հավատի բերելու համար։ Իմ ասածը ասած է։ Հայր, խոսեց Վուրգը, միևնույն է, եթե չգնամ էլ, այս ցավով պիտի մեռնիմ ես։ Ես արդեն մեռած կլինեի, եթե Արսենի հուսատու խորհուրդները չլինեին։ Եթե թույլ չտաս մեզ գնալ, իմ հուսահատվիլս ու մեռնիլս միասին կլինի։ Գթա ինձ, օրհնիր մեզ եւ ճամփադիր։ Մի հավատար հայր, մեջ ընկավ Աստղիկը, ով է մեռել սիրուց, որ եղբայրս մեռնի։ Պարապությունից խենթություն է եկել վրան։ Պատերազմ հայտարարիր անդաս թագավորի դեմ, թող երթա, այնտեղ ցրե իր ցնորքները։ Քույրիմ, սիրելի քույր, բացականչեց Վուրգը, աղաչողական հայացք ձգելով Աստղիկի վրա։ Եղբայրիմ, սիրելի եղբայր, պատասխանեց Աստղիկը, այնպիսի մի հայացք ձգելով Արսենի վրա, որի մեջ ամփոփված էր մի ամբողջ վեպ։ Վուրգն իմացավ, որ քույրը նույնպես սիրահարված է, եւ եթե իր սերը պահանջում էր հեռանալ, քրոջ սերը ընդհակառակը պահանջում էր չհեռանալ։ Գնանք, ասաց Արսենը։ Մենք մեզ կհանձնենք Աստծո կամքին, ինչպես նա կտնօրինե, մենք էլ այնպես կվարվենք։ Վճռված եմ, բացականչեց Արսենը Վուրգի ներկայությամբ, իբր ինքն իրեն խոսելով։ Պետք է գնալ անպատճառ։ Ես Աստղիկի սիրույն ինձ արժանի չեմ համարիլ, մինչև նրա եղբորը չհասցնեմ իր մուրազին։ Ով եմ ես, ով է իմ հայրն ու մայրը, Ասլան բալա, դատարկ հնչյուն, որ ոչ մի եղած չունի, ինչ եմ արել, ինչով եմ բարձրացրել այդ անունը, ինչով եմ պատվել իմ առյուծ դայակիս կաթի արժեքը։ Ոչ, ես առյուծի կաթ չեմ ծծել, ուրեմն գնանք Վուրգ։ Դեռ հայտնի չէ, թե մեր երկուսից որն է ավելի սիրահարված եւ որի առջև կան ավելի խոշոր բարոյական խոչընդոտներ։ Գնանք հոգիս, գնանք փետրավորվենք սիրո թևերով եւ սլանանք դեպի վեր եւ վեր։ Ահ, ինչ օր կլինի, երբ մենք արդեն սև բերդումը կլինենք։ Մեր քաջերը, այսպես ոգևորված, գնացին թանգարանը, ընտրեցին իրանց ուզած զենք ու զրահը, վերցրին մեկ հատ հին պապական աղոթած թրեր, որոնցով քար ու երկաթ կարելի էր կտրել, թամբեցին թրջկան ձիանները եւ որսի ենք գնում ասելով, ձիանը հեծելն ու անհետանալը մեկ արին։ Օրեր անցան, մեր տղերքը չերևացին, նոր գլխի ընկան, թե ուր կլինին գնացած։ Հեքիաթի շարունակությունը հաջորդ անգամ, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել Արի լսի յութուբյան ալիքին, կհանդիպենք։